Paralüs terpolorin megadat paralüs sen gırnalal aşkuş badaskan mı garnim tezme paralüs Tov deroça şnor ki ev xautune tevra anti sereli avadagis kuleri ve xparner Գողջունեմ ցեզ բոլորդ մեր Փրկչին Տեր Հիսուս Քրիստոսի բադվական եւ սուրբ անունով։ Եվ ուրախ եմ, որ ցեզ հետ կգտնվիմ այսօր ցեզ հետ բաժնեկցելու հավատքի մասին։ Հյուսային Ամերիկայի մեր միության եկեղեցիները կբաժնվին մի քանի մասերու։ Եկեղեցիներ անցնող շաբթվա մեջ իրենք հավատքի մասին լսեցին, Վարդանանց դոնին մասին, որովհետեւ այս շաբաթ սիրո մասին լսեն, Աստծո սիրո մասին, եւ եկեղեցիները անցյալ շաբաթ խոսեցան սիրո մասին եւ այս շաբաթ Վարդանանցի մասին։ Ուրախ եմ, որ այսօր հոսպիտի ցեզի հետ գարենամ բաժնեկցել հավատքի մասին, որ մեր պատմության մեջ դրսևորված է եւ անշուշտ է Վարդանանցի իմիջոցով իվասն հավատո իվասն հայրենյաց այսօր կհավաքվենք, հոստերը կհամախմբվենք հավատքի մասին լսելու եւ լսելու այն խոսքերը, որ եղբայրդիկանը գարտած Հակոբոս Արաքյալի միջոցով։ Երբ գարտանք Հակոբոս Արաքյալի նամակը, հոնգդեսնենք թե գրված է ընդհանրական նամակը։ Ուրեմն նոր գդագարանը կբաժնվի երկու տեսակ նամակներով։ Ընդհանրական նամակներ եւ Բողոս Արաքյալի նամակները, որ գրգված են։ Ուրեմն 13 նամակներ Բողոս Արաքյալի ցերամ գրգված են եկեղեցիներու եւ անձերու, որոնք գիտենք թե ուր կացած են, եւ ընդհանրական նամակներ ունենք, որոնք 8 հատ են, եւ Հակոբոս Արաքյալի նամակը ընդհանրական է, որովհետեւ գերտա ընդհանուր ժողովրդին եւ ոչ թե եկեղեցիմը եւ ոչ թե անձիմը գուքա այսօր մեզի իր նամակը։ Եվ ընդհանրապես, երբ որ մենք նամակ կստանանք մեր այսօրվա կյանքին մեջը, առաջ որ փանանք նամակին վերը գնայինք, թե ուրգե եկած է այս նամակը, եւ որու եկած է, եթե ընտանիքի մեջ մի քանի անձեր կան, որ կստանան նամակ։ Ուրեմն այս նամակը գուքա Հակոբոս Արաքյալի եւ գերտա 12 ցեղերուն, եթե գարտանք Հակոբոս Արաքյալի առաջին գլուխուն մեջը, 5 գլուխներ են։ 5 գլուխներ են, բայց ընդհանրապես մենք այսպես գարջ նամակները, որ գուքան, ագանչի հետև գնենք, ընդհանրապես այսպես նամակներ գարնենք, որ մեջը փարներ գրված են, որ պետք է չունենք մենք։ Սո շատ անգամ մենք կգարտանք Սուրբիկի մեջ գարկմն նամակներ շատ արագորեն, հարևանցիորեն, բայց Հակոբոս Արաքյալ շեշտը գտնե այն բանին վրա, որ Վարդան Մամիկոնյան դարիներ վեճ գտնե շեշտը հավատքը վերածելու կորձի։ Կորձին վրա շատ կարևոր շեշտ գտնե Հակոբոս Արաքյալ։ Եվ նամակը գուղե 12 ցեղերուն, բայց ուր էին այն 12 ցեղերը։ Եթե պատմության երթանք 12 ցեղերը Հակոբի 12 զավակներն են, ուրեմն այսպես Աբրահամ, Իսահակ, Հակոբ, եթե նայենք, եւ Հակոբի 12 զավակները, որ ուներ երկուգին, որոնց համար աշխատած էր 14 տարիներ, Ռաքելին համար աշխատած էր, բայց Լիան արած էր իրեն քերին կով եւ յետքը Ռաքելը, ուրեմն ուներ երկու հատգին, բայց երկուքն ալ իրենց աղախինները դվին Փաղա եւ Զելփա եւ իրենց մե ունեցավ զավակներ։ Ուրեմն այս 12 զավակները Լիային որդիներն էին, Ռուբեն, Շմավոն, Ղևի, Հութա, Իսաքար, Զապուղոն, Ռաքելին որդիներն էին Հոսեփ, Բենյամին, իսկ Փաղայի որդիները Թան, Նեփթաղիմ, Զալփեի որդիները Լիային աղախինին Քաթ եւ Ասեր։ Ասոնք էին 12 ցեղերը, որ Հակոբոս Արաքյալ իր ընդհանրական նամակին մեջ գուղե իրենց այս նամակը։ Բայց այս 12-ը գործված էին եւ ավելի շիտակը 12-ն 10-ն գործված էին արդեն։ Դեր Հիսուս Քրիստոսը առաջ 722 թվին, երբ ասորիները գուքան խոստացված երկրի հյուսիսային մասը գարնեն, դերը հարավային մասին գուդա երկար դարիներ, որբեսի հարավային մասը վայլե եւ յետ թարնադերոջը, բայց չեն թարնար անալ Փապելոնի ժողովուրդը գուքա գարնե, ուրեմն այսպես ցեղերը գգործվին։ Եվ Հակոբոս Արաքյալի այս 12 ցեղերը անոնք են, որոնք քրիստոնյա եղան
այն հրյաները ընդունեցին քրիստոնեությունը եւ գվայլեն, որը մենք ենք այսօր այստեղ սերներ։ Հակոբոս Արաքյալ Տեր Հիսուս Քրիստոսի եղբայրներն չհավատար Տեր Հիսուս Քրիստոսի, ինչպես կգարտանք Հովաննու գրքի 7-րդ գլխի 5-րդ համարի մեջ կսե իրեն եղբայրներն ալ չէին հավատար, իրեն եղբայրներն մեկը, որ Տեր Հիսուս Քրիստոսի մասին կքարոզե եւ մեզի շատ կարեւոր նամակի միջոցով գուքա եւ գսե։ Եվ այս նամակին գորիզը այն է, որ քրիստոնյա եւ քրիստոնյա լալը եւ քրիստոնեություն ընելը ինչ է։ Այսօր մեր աշխարհի մեջ մենք կրնանք ասել, որ ես քրիստոնյա եմ, քրիստոնյա եկեղեցի գերտամ, ծնած եմ քրիստոնյա ընտանիքի մեջ, ես մգրդված եմ քրիստոնյա ընտանիքի մեջ, բայց այսօր քրիստոնեություն գնենք։ Այս է գորիզը այս նամակին, քրիստոնյան եւ քրիստոնեություն ընելը, եւ մեզի գխոսի լսելու եւ ընելու մասին առաջին գլխու 22-րդ համարի մեջ, որը գսե խոսքը գադարեցեք, միան մի լսեք ինքզիկնիդ խապելով։ Այսինքն հավատք ունիք, քրիստոնյա եք, խոսքը լսեցիք, հիմա ժամանակն է այն խոսքը գադարելու։ Այս է կարևոր գեդը, որ մենք այսօր կհամախմբվենք լսելու եւ անշուշտ է վարտանի եւ իր ընկերներու կորզի թրած ցևով մենք կսորվենք թե հավատքը ինչ է, ինչպես կրնանք կորզի տնել, կարևորությունը ինչ է հավատքին, երբ կորզի մեջ է եւ երբ կորզի մեջ չէ։ Ուրեմն Հակոբոս Արաքյալի այս նամակը քիչ մխրտին նամակները մեկն է, որ գուզե հadouk սերդողությունը, որովհետեւ շատ թյուրուն մեզի գվրիբեցնե եւ շատ թյուրուն կրնանք ուրիշ բաներ հասկանալ։ Հակոբոս Արաքյալ գսե, որ հավատքը եւ կորձը մասնիկներ են, որ իրարու հետ ցերկ-ցերկով պետք է արժև երթան։ Եվ ոչ թե հավատքը զատ կորձը զատ պետք է լա։ Եվ Հակոբոս Արաքյալ ասել չուզեր, որ եթե հավատք ունիս եւ կորձ չունիս, ուրեմն քրիստոնյա չես։ Շատ մադեններ մենք այսպես մեր երբ կգարտանք կհասկանանք, որ հավատք եւ կորձ եթե ես կորձ չունիմ, արդյոք քրիստոնյա չեմ։ Բայց Հակոբոս Արաքյալ փրկության մասին գխոսի, որ հավատքը երբ կորձի գտնենք, մեզի փրկության ջամփուն մեջ գտնե, եւ շատ կարեւոր է, որ այսօր սերներ մենք հասկանանք, թե մեր արարքները մեր ներքին հավատալիքներուն ուղագի արդացոլումն են, որոնք կգերդեն մեր ինքնությունը որպես քրիստոնյաներ։ Այսօր այս նամակին միջոցով կարևոր է, որ հասկանանք, թե մեր ներքին հավատալիքներուն ուղագի արդացոլումն է մեր արարքները, մեր կորձերը։ Եվ կարևոր է, որ ինքնակնություն մնենք, որովհետեւ գիտնանք, թե մենք մեր հավատքը եթե կորձի գտնենք, ուր գտնենք, մեր դուներու մեջ, մեր եկեղեցին մեջ, մեր այսպես հավաքներուն մեջ, եւ մեկ հատ ինքնակնություն մնենք եւ տեսնենք, թե մենք ինչպես մեր կյանքը գաբրինք, որովհետեւ Հակոբոս Արաքյալի խոսքով, եթե քրիստոնյա ենք, դերոջը սերը գա մեր մեջ եւ ադիգա մեր մեջեն դուրս չի ցոլար, ուրեմն մենք չունենք այդ փրկությունը եւ գսե, որ ինչպես հավատքը առանց կորձի մեռած է, ինչպես մարմինը առանց հոգի մեռած է, նույնալ հավատքը առանց կորձի։ Եվ գսկսի երկրորդ գլուխի սկիզբի բաժինը ասելով ինչ օգուտ է եղբայրներ, ինչ օգուտ է հունարեն լեզվով Թիտո Օֆելոս, որ կնշանակե ինձի ինչ շահ է։ Ուրեմն ասիգա այսպես սերներ նամակներու մեջ ցև մներ, որբեսի ժողովուրդին ուշադրությունը կրավեն։ Այսօր շատ մկիրքեր կգարտանք, որոնք այսպես մոնոտոն ցևով գերտան եւ մեր հետաքրքրությունը շատ մտեղեր չեն կրավեր։ Շատ մկիրքեր ալ կգարտանք, որ չեն գուզեր վերջանալ, որովհետեւ քրողը այդպիսի ցևով մը կրե, որ գրնա մեր ուշադրությունը կրավել։ Հակոբոս Արաքյալ հոս մեր ուշադրությունը կկրավե ասելով ինձի ինչ շահ է եղբայրներ։ Մեզի համար ինչ շահ է, ինչ պիտի վաստակենք, եթե մենք հավատք ունենանք եւ կորձ չունենանք։
Հավատքը գբացադրվի եբրայեցիներու քրքի մեջ ինչպես կարդացինք փոխասած ընթերցումին մեջ 11-րդ գլխու առաջին երկու համարներու մեջ եւ եթե այդպես շարունակենք հոն գտեսնենք թե հավատքը ինչ է որ գսե pistis եւ հունարեն լեզվով արդ հավատքը հուսացված բաներուն հաստատությունը ու չերևցած բաներուն աբացույցն է գսե վասնզի անով առաջինները վկայություն ընդունեցին ասի հավատքը որ մենք ունենք իբր քրիստոնյաներ մենք կհավատանք Աստծո մենք կհավատանք Տեր Հիսուս Քրիստոսի բայց արդյոք ինչպես ադիգա մեր մեջ են դուրս գելե արդյոք երբ մարդիկ այսօր մեզի նային իբր քրիստոնյաներ ինչ պիտի ասեն մեր կորձերով մեզի պիտի տադեն մարդիկ եւ ոչ թե մեր խոսքերով եւ մենք պետք է շատ ուշադրություն ունենք որբեսի հասկանանք թե սերներ հավատքը կորձով է որ փրկության գտանի մեզի առաջին գլխու 22-րդ համարեն 25-րդ համարներու մեջ Հակոբոս Արաքյալ գսկսի ասելով լսեցեք եւ ոչ թե ցեզի բահեցեք այլ գադարեցեք ուրեմն հավատքը լսել են գուկա եւ լսել են յետքը գադարելը շատ կարեւոր բաններ եւ այսպես կսե խոսքը գադարեցեք միան մի լսեք ինքզինքնիդ խապելով շատ մադեներ մենք կլսենք մենք կսենք այո քրիստոնյա ենք բայց հիմա ժամանակը չունենք հիմա մեզի համար չի ասիգա օրը պիտի կա որ պիտի ընենք բայց Հակոբոս Արաքյալ գսե խոսքը գադարեցեք միան մի լսեք ինքզինքնիդ խապելով վասնզի եթե մեկը միան լսե խոսքը ու չգադարե գնմանի մարդումը որ հայելի մեջ աչքերը դնգած իր բնական երեսը գտիդե վասնզի թիդելով գտեսնե ինքզինքն ու գանցնի գերտա եւ շուտը գմորնա թե ինչպեսի մեկներ բայց ան որ ազատության գադարյալ օրենքին աչք տնկելով գնայի եւ անոր մեջ կգենա գլսե չի մորնար այլ գդարե երանելի բիդի ըլլա իր կորձերոն մեջ եւ այսօր օրինակը գուկա մեզի այսօր բոլորս ալ ունենք հերախոսեր ինչ է օգուտը եթե հերախոսը ունենք մեր քրբանին մեջ եւ չենք կորձածեր հերախոսը ինչ է օգուտը եթե մենք հերախոսը չար չենք գներ եւ մեր քրբանին մեջն է միան ինչ է օգուտը եթե մենք ունենք Աստծո խոսքը մեր դուներու մեջ եւ չենք կարդար Աստծո խոսքը որ գիտնանք թե ինչպես պիտի ապրենք ինչ է օգուտը եթե մենք ունենք եկեղեցիներ մեր քաղուտի մեջ եւ չենք հաջախեր այն եկեղեցիները ինչպես պիտի գիտնանք մեր հավատքին մասին եւ ինչպես մեր հավատքը կորձի պիտի տնենք Հակոբոս Արաքյալ այս ամեն օրինակները գուտա շատ practical ծևով մեզի գսե թե ինչեր ընելու ենք եւ 15, 16 եւ 17-րդ համարներու մեջ երկրորդ գլխու գսե եթե եղբայրը կամ քույրը մեր գլա կամ օրվան գերագորին գարոտ ու ցեզմե մեկը անոնց սեկացեք խաղությամբ դակցեք ու գշտացեք բայց մարմինին պետք եղած բաները անոնց չդա ինչ օգուտ ունի այսպես ալ հավատքը եթե իրեն հետ կորդ չունենա առանցին մեռած է ուրեմն Ամերիկայի մեջ սերներ Բոստոն էրիայի մեջ ուր որեմ եղբայրդիկան Նյու Ջերսի սապայցես Բոստոն եմ Բելմանտը հոն է ուրեմն այսպես փամը դարածվեցավ որ դիգինը բաժնված իրեն ամուսինեն բզդիկ զավակ մունի եւ գզանքե իրեն էրիայի եկեղեցիներուն եւ գսե որ գատ կուզեմ իմ զավգիս համար ուրեմն առաջին եկեղեցին գսե որ դու մեզի անդամ ես ոչ գսե օքեյ գսեմ պետք է անդամ լաս երկրորդ եկեղեցին գերացային է երկրորդ եկեղեցին գսե որ գատ կուզեմ իմ զավգիս համար Թրամփ ճուզեր գսե որ ես 2 տարեկան զավակ ունեմ գատ կուզեմ եթե գրնակ ինձի գատ քնել գսեմ որ օ պետք է քաս եկեղեցի ասիչ պրոգրամի մասնակցիս մենք ունենք ասիչ պրոգրամը երկու արցանակրվիր գնայինք ինչ են գարիկներդ եւ այլն հաջորդը նույնպես երրորդը նույնպես չորրորդը նույնպես եւ 5 եկեղեցիները յետքը այս դիգինը չի գնալ ստանալ ովը մեկ բան եւ ասիգա շատ մեծ արցական կգտնե էրիային մեջը եւ հիմա այս եկեղեցիները եւ մնացած եկեղեցիները իրենք իրենց պաշտպանելու համար գսկսին այսպես բաներ հանելու որ օ մենք չէինք գիտեր որ արդյոք իրական է արդյոք իրական չէ եւ այլն բայց Հակոբոս Արաքյալ գսե ինչ է օգուտը եթե մեկը ասե որ անոթի եմ եւ դու նսես որ իրեն օքեյ դերը դա քեզի եւ Աստված հետդ
Ինչ տեսակի քրիստոնյաներ ենք այսօր, եթե այդպիսի արարքներու մեջ գտնվենք, որ այսօր մեզ շատեր նույնը գնեն, եթե այսպես հերացայներ ստանան։ Եվ մեծ արձագանքը այդպես տեղը հասավ, որ գարձեք եկեղեցիները անդրադարձուց։ Շատեր ասին, որ ասիկա բզդիկ ստադի մներ, ասդիգինը գներ, որբեսի գիտնա եկեղեցի քրիստոնեության եւ իրենց հավատքի չափը, շատեր ասին, որ չէ, ասի իրական էր եւ ասիկա այսպես ստադիմը չէր։ Բայց ինչ որ էր, այսօր քրիստոնեության երեսը ցցուց մեզի սիրելի հավատագիցներ։ Եվ այսօր գեիշեմ ուսուցիչիմը հետ կխոսեի, ինձ ասա, որ երիտասարդ դարիքիս քրիստոնյա չէի, որովհետև գտեսնեի քրիստոնյաները ինչ կորձ գնեն եւ գսեի, եթե ասե քրիստոնյան, պետք չունիմ քրիստոնյա ալալու։ Այսօր նայեցեք, որ մարդիկ կորձերով գտադեն մեզի։ Այսօր շատեր գսեն, որ մի եսեր քրիստոնյա ես, որովհետև այդ տեսակի կյանքը չես ապրիր։ Գուքաս եկեղեցի այո, բայց ուշադրություններ է։ Սերներ շատ կարևոր է, որ մենք մեր կորձերով ցցնենք լույսը Տեր Հիսուս Քրիստոսի, որովհետև երբ գուքանք եւ գսենք մենք մեզի քրիստոնյա ենք, բայց եթե մենք մեր կորձերով չենք ցցներ, ալ ուր մնաց մեր քրիստոնեությունը։ Եվ սերներ Ատկե վերջ եթե երթանք, մի դեսնենք, թե 18, 19 և 20 համարներում մեջ, նաև գրնա մեկը ասել, թե տուն հավատք ունիս, ես ալ կորձեր ունիմ, տուն կու հավատքը ծուցուր ինձ առանց կորձերու, ես կեզ ծուցնեմ իմ հավատքս իմ կորձերովս, տուն կհավատաս, թե ասված մեկ է աղեք կնես, թևերն ալ կհավատան ու կսարսապին, բայց կուզես գիտնալով սնոդի մարդի հավատքը առանց կորձերու մերած է։ Ուրեմն գանցնի հոստեղը Հակոբոս Արաքյալ իր նամակին մեջը եւ այսպես երկու հոգիի մեջ conversation խոսակցությունը գստեղծե, որովհետեւ ժողովրդին ուշադրություն արտնցնե։ Եվ ասի ան երկրորդ մասն է, ուր գսե հավատք առանց կորձի մերած է առաջին մասն յետքը։ Այս ցևը նամակներու մեջ հունարեն նամակներու մեջ բարս ցև մներ եւ գործածվեր, որբեսի ժողովուրդը գարտա ասցևը։ Ուրեմն առաջին մասի մեջ կխոսի, որ հավատքը առաջին առանց կորձի մերած է։ Եվ այսօր օրինակը այսպես կրնանք դալ սիրելիներ, բոլորս ալ գսենք, որ աղոթելը, ավետարանչությունը, Սուրբ Գիրք կարդալը, Աստծո հետ ժամանակ անցնելը եւ եկեղեցի նվիրատվություն ընելը լավ բաներ են։ Բոլորս ալ ասոնք գսենք։ Բայց արդյոք ասոնք կորձի գտնենք, կամ եթե գտնենք միան եկեղեցին մեջ գտնենք ասոնք, մեր անձնական կյանքերում մեջ արդյոք գաղութենք, ավետարանչություն գնենք, արդյոք Աստծո խոսքը կգարտանք, ոչ թե միան գարնենք այս ավետարանը, որբեսի մեր անգողիները օրտնեն։ Բատմություն մգասելներ, ուրեմն Թորոնտոյի եկեղեցին մեջ իբր քարոզիչ եղբայրներով գծարարեի, օրմը ընկերներս մեկը եկավ եւ ասավ, որ գուզեմ ինձ Սուրբ Գիրք մտած, նոր ամուսնացած էր։ Այս ընկերս շատ այսպես Աստծո Տեր Հիսուս Քրիստոսի մասին շատ այսպես դակ չէր, բայց գուքար եկեղեցի իր դիգինը եկեղեցին էր, որովհետեւ Ուրեմն Սուրբ Գիրք մտվի իրեն շատ ուրախ մի քանի ամիսներ վեճ հարցուսի, ասի Հակոբ փամը գարտացիր, սա որ այդ Սուրբ Գիրքը սավ անգողինս դագը տրածեմ, որ օրտնի անգողինս։ Եթե մենք գուքանք այս նպատակով սերներ, եկեղեցի մեջ կգարտանք Սուրբ Գիրքը, բայց դունը գտնենք մեր անգողինին դագը, որ օրտնի մեր անգողինը, հոն կմերցնենք մեր հավատքը։ Եվ երկրորդը սերներ Թավանական հավատն է, որ Հակոբոս Արաքյալ գխոսի աս երկու անձերուն միջոցավ մեզի եւ գսե որ տուն հավատք ունիս, չարենալ ունին աս հավատքը, չարնալ գհավատա, որ Աստված գա, բայց ինչ կնե գմնա իր չարությունը գնեգոր։ Եթե մենք այսօր թավանինք մեր Պերնով Տեր Հիսուս Քրիստոսը, Աստծո միակ որդին, եկավ մեզի համար փրկելու եւ մեր կորձերը լան չար դուրսը, գնամանինք այս սնոդի մարդուն, որ գտավանի, բայց իրեն կորձերը չարին կորձերն են սերներ։ Այս ամեն պաներեն ետքը Հակոբոս Արաքյալ գկոցե իր նամակը երկու օրինակներով։ Երկու ձայրահեղության գերտա Հակոբոս Արաքյալ, արևելք
եւ արևմուտք, հյուսիս եւ հարավ։ Գբերե Աբրահամի օրինակը, հավատքի հայրը, եւ գբերե հեթանոսներու բորնիգը, Ռախապը եւ երկուքն ալ գտնե դագդագի եւ ժողովրդին գուզե փամը ասել եւ ասոնց միջոցով ես ալ գուզեմ փամը ասել սերներ։ Ինչ էին դարբերությունը այս երկու ծայրահեղություններուն։ Աբրահամ մեր հավատքի հայրն էր, բարձր թիրքի դերմարդ եւ Իսրայելի նախահայրը։ Ռախապ այսպես ցած աչքով դիտված անցմն էր, որովհետև Ռախապ բորնիգության մեջ էր եւ մարդիկ գիտեին եւ իրեն ցած աչքով գնային։ Այս երկուքը միասին կորձելով Հակոբոս ցույց կտա թե ոչ ոք կրնա արդարանալ մեռած հավատքով։ Անգախ իր հանգամանքեն կամ անցյալեն։ Եթե մենք մեր հավատքը կորձի տնենք, Հակոբոս առաքյալը ասել գուզե որ մեր նախահայրերուն հայրը Աբրահամ եւ այս բորնիգը երկուքն ալ գարթարանան իրենց հավատքը եւ կորձի գտնեն։ Այսինքն կարևոր չէ եթե դու այսօր եկեղեցին մեջ կարոզիչ ես, հաշվաբար ես, եկեղեցին մեջ տրամ կանցոն ես, եկեղեցի եկողն ես, եկեղեցի մակրոն ես, կարևոր չէ բոլորս ալ նույնն ենք, հավատքով, հավատք եւ կորձի գտնենք այն ադեն է որ մենք գարթարանանք գսե Հակոբոս առաքյալ։ Եվ երկրորդ դարբերությունը Աբրահամի եւ Ռախապին այն է որ Հակոբոս կշեշտե հավատքը կորձերով։ Ռախապ գսե բարձաբես չսավ գհավադամ որ ծեր Աստվածը հզոր է։ Ուրեմն Հեսուն գերգել լրդեսներ Երիքով որբեսի նայն թե այս քաղաքը ինչպես պիտի գրնան առնել։ Եվ այս լրդեսները գերտան բարիսպին կովի եղած դունմը որբեսի գրնան թյուրում մտնել ներս եւ ելնել, որովհետեւ այս դիգինը բորնիգ էր, շատ մարդիկ ու կային գերտային իրեն դունը, եւ այս լրդեսները հոն գերտան որբեսի աչքի չի կան։ Այս բորնիգը գսե իրենց այս լրդեսներուն, որ Հեսու գրգած էր, գհավադան որ ծեր Աստվածը հզոր է, ան կորզնաբես բահեց լրդեսները իրեն կովը եւ իր կյանքը վտանգեց եւ երբ գփնդրվեին անոնց բահեց եւ ուրիշ ջամփով գրգեց, այսինքն անհավատաց որ Աստված պիտի դա այս քաղաքը իրենիներուն եւ հավատքը կորձի թրավ բորնիկ անձը, հեթանոս բորնիկ անձը։ Երրորդ դարբերությունը այս երկուքին ան է որ մեկը կրոնական էր, երկրորդը ոչ կրոնական։ Այսինքն Աբրահամ պիտի զոհեր Իսահակը իր զավակը զոհ պիտի ներ պիտի մատուցեր Աստծո որ այդ օրերուն այդպես բանջված էր եւ օրենքներ զոհ մատուցանելը։ Իսկ Ռախապը հյուրասիրություն եւ ընդունելության մեջ էր։ Մեկը հավատքը կորձի թրավ ընդունելությամբ, մեկը հավատքը կորձի թրավ իրեն զավակը սոհելով։ Եվ սերներ Հեսու երկրորդ քիրքի երկրորդ գլխու 9-րդ համարին մեջ կգարտանք գսե Ռախապ ես գիտեմ որ դեռ այս երկիրը ցեզի տվավ ու ծեր վախը մեր վրա ինգավ եւ ծեր բաճարով այս երկրին բնակիչները հալեցան։ Ուրեմն որովհետեւ հավատքը կորձի թրավ ասլրդեսները գարնեն իր խոսքը եւ գերտան Հեսուի եւ գարտան 24-րդ համարի մեջ նույն գլխուն երկրորդ գլխուն գսեն Հեսուի իրավցինը դեռ այս բոլոր երկիրը մեր ցերկը տվավ ու այն երկրին բոլոր բնակիչները մեր երեսեն հալեցան։ Նայեցեք սերներ հավատքը եւ կորձի կտրվի ալչմնար բորնիգը ալչմնար բարձրը ցածը դերը գկորձե եւ դերը գփոխե։ Վերջապես սերներ Հակոբոս գշեշտե որ Թավանանքը գամմդային համացայնությունը բավարար չեն փրկության համար։ Եթե անոնք չեն արդահայտվիր բարի արարքներով եւ Աստծո հանդեպ հնազանդությամբ եւ այն կորձերով։ Ինչպես որ մարմինը առանց շունչի գենտանի չէ, գսե Հակոբոս առաքյալ, նույնալ հավատքը առանց կորձերու գենտանի չէ եւ մեռած է։ Այսօր սերներ գգանչվինք մենք նույնը անելու։ Այսօր կգանչվինք մենք դերոջը կորձերը, բարի կորձերը դարաձելու։ Եվ գուզեմ գարտալ Վարդան Մամիկոնյանի ըսածներեն մեկը եւ Թերենիկ Թեմիրջյանի ըսածը հավատքի մասին եւ այս ծավով գուզեմ այսօր վերջացնել։ Ուրեմն Վարդան Մամիկոնյան իր 66000-անոց
զորքը գավակե 451 թվի մայիսի 26-ին եւ ճակատամարտի գսկսի չսկսել են առաջ Վարդան Մամիկոնյան Հոսեփ այբ վայացորցի եւ Ղևոնտ երեցը քաչալերական խոսք մուղեն եւ գսեն չերգնչենք եւ չվախնանք հեթանոսներու բազմությամբ իսկ եթե ասած է ժամանակը մեր կյանքը սուրբ մահով ավարտելու այս պատերազմին մահը ընդունենք ուրախ սրտով միայն թե արիության ու քաչության մեջ վախկոտություն չխառնենք Վարդան Մամիկոնյան այս խոսքերով իր զորքը իրենց հոգին բարձր կբահե եւ իրենց կսե որ հավատքը կորզի տնեք եւ մի վախնակ եւ ատկի հետ կսիրներ Վարդանանց պատերազմը հայոց պատմության հերոսական էջերեն մեկը գտարնա եւ հայ եկեղեցին կսրբացնե ավարայրի զոհված մարդիկները եւ իրենց կտասե հայրենիքի նահատակներու շարքին միջև օրս haman հայությունը գիշե այն արարքը որ հավատքը դրավ կորձի Վարդան Մամիկոնյանը եւ Տերենիկ Թեմիջյանի բազմավեպի մեջ կսվի Վարդանանց պատերազմը հայ ժողովրդի գնաց հարադևության արդոնաթուղթը գնքեց այսօր այդ արդոնաթուղթը գահասնի մեզի եւ մեզ մեկ երթա հաջորդ սերունդին եկեք բահենք անինչ որ Վարդան Մամիկոնյան սկսեցավ եկեք բահենք անինչ որ Վարդան ըրավ եւ եկեք բահենք անինչ որ Վարդան խոսեցավ իր զորքին ընելու թող որ դերը մեզի դա այն կարողությունը որ մենք տնենք հավատքը կորձերու մեջ եւ ուրիշներ տեսնեն մեզի եւ չսեն թե եթե ասեն քրիստոնյաները մենք պետք է ճունենք այս գրոնքին եկեք այդպես մեր սերը ցնենք Տեր Հիսուսի սերը որ մարդիկ սիրեն Տեր Հիսուսը մեր միջոցով իրեն լույսը տեսնեն ամեն